Աստղերը ոսկի են ցողում, այս կենդանակերպի նշանները իրական գումար կտեսնեն ապրիլի սկզբին։ Խոյ։ Այստեղ ամեն ինչ 2 անգամ ավելի արագ է։ Դուք կարող եք ստանալ առաջարկ, որը կարող է իրական ազդեցություն ունենալ ձեր ֆինանսական վիճակի վրա հաջորդ տարվա համար։ Եվ սա այն ժամանակը չէ, որ խորհրդակցեք ցանկացած մեկի հետ։ Լսեք ինքներդ ձեզ։ Ձեր ինտուիցիան այժմ GPS-ի պես պարզ է։ Եթե չխրվեք ինչ կլիներ, եթե թակարդում, այլ գործեք, կարող եք շատ ամուր հիմք դնել կայուն եկամտի համար։ Արյուծ։ Դուք բառացիորեն փայլում եք հենց հիմա, եւ ճիշտ մարդիկ նկատում են դա։ Ինչ-որ մեկը որոշ ժամանակ հետևել է ձեզ կուլիսներից եւ վերջապես պատրաստ է հանդես գալ կոնկրետ առաջարկով։ Նոր աշխատանք, նախագիծ կամ համագործակցություն, որը իսկապես կբարձրացնի ձեր եկամուտը։ Գլխավորն այն է, որ մի խուսափեք զգուշավորությունից։ Դուք գիտեք ձեր արժաքը, այնպես որ մի թերագնահատեք այն։ Որքան ավելի վստահ ներկայացնեք ձեզ, այնքան մեծ ջեքփոթ կխփեք։ Կարիճ։ Ձեր հաղթաթուղթը ինտուիցիան է, եւ այս պահին այն իր գագաթնակետին է։ Դուք տեսնում եք հնարավորություններ այնտեղ, որտեղ մյուսները նույնիսկ չեն նայում։ Հնարավորություն կարող է առաջանալ 5 կապերի կամ մի գաղափարի միջոցով, որը նախկինում հետաձգել էիք մինչև ուշ, եւ հիմա այդ ուշը եկել է։ Եթե վստահ եք ինքներդ ձեզ եւ չվախենաք ռիսկի դիմել, կհայտնաբերեք եկամտի նոր աղբյուր, որը կապված չէ միայն փողի հետ, այլև այն ուրախության հետ, որը ստանում եք ձեր արածից։ Ում բախտը կբերի այսօր։ Աստղագուշակ մարտի 30-ի համար։ Խոյ։ Թվում է, թե այսօր դուք ունակ եք շատ բաների հասնելու, սակայն ավաղ մեծ հաջողության հույսերն ապարդյուն են։ Ձեր գործերին միջամտում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են բացառապես սեփական շահերով, եւ նման անձանց պատճառով դուք ստիպված եք փոխել ձեր պլանները, իսկ երբևն էլ հրաժարվել ձեր առջև դրված նպատակներից։ Մտերիմները ձեզ աջակցում են բարոյապես, սակայն ցավոք չեն կարող իրական օգնություն ցուցաբերել։ Օրվա վերջին դուք կարևոր տեղեկություններ կստանաք կապված ֆինանսների կամ ունեցվածքի հետ։ Երեկոն ցանկալի է տանն անցկացնել, հրաժարվելով աշխարհիկ միջոցառումներից։ Ցուլ։ Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչը ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում։ Այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հաջողվի։ Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան շրջապատի խորհուրդներին։ Ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր ուրիշներինը։ Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների եւ մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, եւ դա ձեզ հաջողվում է։ Երկվորյակներ։ Բացասական միտումների ազդեցությունը դեռևս շարունակում է իրեն զգացնել տալ, սակայն դուք ձեզ նախորդի համեմատ ավելի հանգիստ եւ ինքնավստահ եք զգում։ Այդ իսկ պատճառով էլ զգավի արդյունքների եք հասնում։ Օրը բարենպաստ է ընկերների եւ գործընկերների հետ շփումների համար, իսկ այն մարդկանց հետում դուք առաջին անգամ եք տեսնում, միանգամից հեշտությամբ լեզու եք գտնում։ Դուք ֆորտունյա եւ համար եք, ինչն օգնում է լուծել շատ հարցեր։ Սակայն նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում իրենց եռանդն ուղղել օգտակար հունով։ Շատերն իրենց ուժերը եւ ժամանակը ծախսում են այնպիսի բաների վրա, որոնք ուշադրության արժանի չեն։ Խեցգետին։ Բարենպաստ օր է ցանկացած օգտակար գործունեության համար։ Դուք հեշտությամբ եք գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը։ Ժամանակ գտեք պրոֆեսիոնալ գրականություն ընթերցելու համար։ Այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, շուտով ձեզ շատ պետք կգա։ Լավ են անցնում գործնական հանդիպումները։ Դրանցում ձեզ հաջողվում է ինքնադրսևորվել լավագույն կողմերով, վստահություն նվաճել։ Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում եւ չպլանավորած։ Հնարավոր են հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, ում դուք վերջերս կարոտում էիք։ Զուգադիպությունը հանգամանքների հաջող դասավորումը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել։ Արյուծ։ Ձեզ շատ հանդիպումներ եւ բանակցություններ են սպասվում։ Դուք հիմնականում ուշադրության կենտրոնում կլինեք։ Օրվա ընթացքում ցակած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում։ Երբ լիցքաթափվում եք, ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում։ Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա։ Այսօր այդ հարաբերություններից շատ բան է կախված։ Գույս։ Այսօր դուք չափազանց անհամբեր եք։ Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խանգարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում ձեզ պետք ձեռնարկել։ Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունն էլ չի նկատում ձեր հաջողությունները։ Փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները։ Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ։ Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ։ Դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում։ Խիստ ուշադիր եղեք ուղևորություններին, հնարավոր են տհաճ միջադեպեր։ Կշերք։ Չնայած որ դրական միտումների ազդեցությունը պահերով իրեն զգացնել է տալիս, այնուամենայնիվ օրն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չի դասավորվում։ Բանակցությունները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, փակուղի են մտնում։ Մարդիկ, ում աջակցությունը դուք ակնկալում էիք ստանալ, չեն շտապում կատարել իրենց դրված խոստումները։ Դրա հետ մեկտեղ էլ ձեր հասցեին հնչում է բավական շատ քննադատություն, իսկ դուք էլ դրան արձագանքում եք շատ հիվանդագին։
Հնարավոր են ռոմանտիկ հրապույրներ, դրանք դժվար թե շարունակական լինեն, սակայն ձեզ շատ բան կսովորեցնեն։ Կարիճ։ Սա այն օրերից է, երբ արժե զբաղվել միայն այն գործերով, որոնք ձեր հոգեհարազատ են։ Դրանցում դուք հիանալի արդյունքների կհասնեք։ Մնացած ամեն ինչ ավելի լավ է հետաձգել կամ հանձնարարել մեկ ուրիշի, եթե իհարկե նման հնարավորություն ունեք։ Անբարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար, հատկապես երբ խոսքը գնում է խոշոր գումարների մասին։ Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար։ Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը։ Առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել։ Աղեղնավոր։ Հարմար օր է գործերը կարգի բերելու, նախկինում ծագած հարցերի լուծմամբ զբաղվելու համար։ Դուք հիանալի եք լեզու գտնում աշխատակիցների եւ ղեկավարության հետ, ինչն էլ մեծապես նպաստում է պրոֆեսիոնալ աճի հեռանկարները քննարկելուն, աշխատավարձի բարձրացման հարցն առաջ քաշելուն։ Օրվա երկրորդ կեսը բարդ է էմոցիոնալ առումով։ Ձեզ տրամադրությունը հաճախ է փոփոխվում։ Դրա հետ մեկտեղ էլ շրջապատող աշխարհի մասին ձեր կարծիքը։ Դուք հակված եք մոռանալ ձեր դրված խոստումների մասին, դրանով վիրավորելով մտերիմներին։ Խուսափեք ավելորդ ծախսերից։ Այցեղջուր։ Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, եւ հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել։ Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին։ Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում եւ ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր։ Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն եւ կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին։ Ջրխոս։ Օրն այնքան էլ վատ չէ, սակայն դուք հակված եք կատարվող իրադարձությունները գնահատել բացասական։ Ինչ էլ որ անեն շրջակա դիմմարդիկ, որքան էլ որ նրանք ձգտեն օգնել ձեզ, միևնույն է դուք դժգոհ եք եւ հարկ չեք համարում դա թաքցնել։ Հնարավոր են վեճեր, կոնֆլիկտ, աշխատակիցների եւ ղեկավարության հետ։ Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, պարտքով փոխտար կամ վերցնել։ Օրը հարմար չէ պրոֆեսիոնալ կամ անձնական կյանքում շրջադարձային փոփոխությունների համար։ Եթե դուք վստահ եք, որ ստեղծված իրավիճակը ձեր սրտով չէ, դանդաղորեն եւ զգուշությամբ ուղղորդեք իրադարձությունների զարգացումը ձեր անհրաժեշտ հոնով։ Ձկներ։ Սա այն եզակի օրերից է, երբ գերիշխողը ոչ թե կոնկրետ առանձին իրադարձություններն են եւ դրանց փոխկապակցված զարգացումները, այլ ձեր ներաշխարը, ձեր մտորումները, զգացմունքները, անցյալի հուշերը եւ դրանց հիման վրա հետագա գործողություններ պլանավորելը։ Առավոտյան հատկապես ուժեղ կլինեն հակասական էմոցիաները եւ իրարամերժ տրամադրությունները։ Կեսօրին դրանք մի փոքր տեղի կտան եւ դուք ավելի հավասարակշիռ եւ սուստ կեցվածք կընդունեք։ Կորուստներից հնարավորինս խուսափելու համար ձգտեք այսօր նախաձեռնող չլինել եւ դրվել միայն գործողությունների ընթացքին։